Հարգելի գործընկերներ, պարոն Հակոբյան, ձեզ չի անդրադառնա, բայց տնտեսագիտությունից խոսալուց խնդրում եմ այս կողմը նայեք։ Այս կողմի տնտեսագիտությունն այս կողմինը տարբեր է։ Ձեր խոսքը ասում եք ռելոկանտները գալը բացասաբար ազդեգների վրա։ Համել ասում եք կառավարությունը խրախուսել է ռելոկանտների գալը։ Ձեր կռիվն ում է դա։ Հետո ասում են դեից մեր գործընկերներից ուժեղ Հայաստանից ասում եկել են Հայաստան, որտեղ ԵԱՏՄ անդամ են, ասում եք բախի Վրաստան ու Ադրբեջան չեն գնացել, որովհետև ԵԱՏՄ անդամ չեն։ Հիմի շարունակեմ, էլի։ Ժողովուրդ, ուրեմն պարոն Հակոբյան, անկեղծ եմ ասում, Civic-ի ձեր լրագրողական աշխատանքը ավելի գնահատելի էր, քան պատգամավորական տնտեսագիտական գնահատականներ տալը։ Խնդրում եմ տնտեսագիտությունից խոսալուց այս թվի ժողովրդի հետ։ Դա օգուտ կբերի ձեզ։ Պարոն Ալեքսանյան, անկեղծ մեկ մտածում էի չանդրադառնամ, բայց այնուամենայնիվ Սևակի խոսքից, պարոն Խաչատյանի խոսքից հետո անդրադարձ կատարեմ։ Իհարկե, ձեր ցույց տված տեսանյութը ոչ մեկ չի կարող գովել կամ ասել դրական է։ Իհարկե, խիստ դատապարտելի է, չնայած այն հանգամանքին, թե ով է եղել այդ անձը, այնուամենայնիվ խիստ դատապարտելի է։ Դատապարտելի է, որ տվյալ անձնավորությունը ժողովուրդ զոհվածի գերեզմանակարի փողի շորթման գործով դատված է եղել։ Պարոն Ալեքսանյան, շատ կխնդրեմ նաև ասեք, որտեղ է այդ ադամարտիկը կռվել, ինչ մարտական առաջադրանք է կատարել եւ 5 անգամ որտեղ է վիրավորվել։ Իմ համար շատ անհասկանալի էր, շատ անհասկանալի էր։ Տվյալ անձնավորությունը չնայած այն հանգամանքին, որ նմանատիպ վատ վարք է դրսևորել, էլի եմ նորից ասում, դատապարտելի էր նման արարքը։ Հաջորդը, այդ նույն անձնավորությունը զոհվածի ծնողների գումարը վերցրել, շորթ է, փախել է այդ դեպքերի ժամանակ, ժողովուրդ։ Ես երեք փորձեցի կապ հաստատել նախկին ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավար ձեր գործընկերներից Աշխեն Հայրապետյանի Հայրիկի հետ, Համլետի Հայրապետյան, անկեղծ չհասկացա ոնց չկարողացա հաստատել, որ մի հատ ավելի մանրամասն ճշտել ասել, բայց այնուամենայնիվ պարոն Ալեքսանյան, ձեզ ասեմ, կապված Մանվել Գրիգորյանի հետ բոլոր պատասխանները տվել եմ, էլ չեմ անդրադառնա այդ թեմային։ Կա առարկայական խոսելու թեմաներ, որոնց որ կանդրադառնամ։ Առանց այդ էլ այդքան էլ դուրեկան մթնոլորտ չի կամ աշխատանքային պայմաններ։ Հիմա շարունակեմ ես, պարոն Թունյան, ոլորտը, որտեղ որ գործունեություն պիտի ծավալի տնտեսական հանձնաժողովը, որտեղ որ նաև պատկերացնում եմ ինձ, օրինակ գյուղատնտեսության ոլորտը եւ գյուղացիների խնդիրները, այսինքն նույն գյուղացիների ընդունենք ապահովագրության խնդիրները, որոնք որ կա կամ կառավարության դերակատարումը այդտեղ ոնց կլինի։ Օրինակ Շիրակի մարզի Ոսկեազ գյուղը, որ 2 տարի անընդմեջ կարկուտը գալիս է ու պետության կողմից հստակ սահմանված չափորոշիչներ կամ մնացածը չկա, այս մարդկանց փոխհատուցումը ոնց է լինում, գյուղ վարկ են վերցրել, վճարման կարգը ոնց է լինում, կա միջամտության կարիք, իհարկե շատ կա։ Այսօր գյուղատնտեսությունը ամենախոցելի ոլորտն է եւ պիտի այնպիսի նաեւ օրենսդրական դաշտ ստեղծվի, որ գյուղացին չլքի գյուղը։ Դա ամենաահավորն է, երբ որ գյուղը դատարկվում է, ժողովուրդ։ Հաջորդը քաղաքաշինության ոլորտը, որի մասին կուզենայի խոսել, այսօր քաղաքաշինական այս խայտառակ նորմերը, որոնք որ Երևանում կան ու չեն պահպանվում, ու տուժտուգանքն էլ չի կիրառվում, դա ուղղակի խայտառակություն է։ Այդ օդի աղտոտվածությունը ստեղծում է քաղցկեղացին տարեր, որոնք որ այսօր Հայաստանի Հանրապետությունում մեր շատ քաղաքացիներ տառապում են այդ ծանր հիվանդությամբ։ Առաջացում է սիրտ-թոքային անբավարարվածություն, երեխաների մոտ առաջացնում է աուտիզմ, իսկ այստեղ նույնպես կա օրենսդիր դաշտի աշխատանքը, իրավական կարգավորումները։ Այսինքն շինարարը պիտի հասկանա, որ եթե նորմերը չի կարողանում պահպանել, ինչ է իրան սպասվում։ Կամ մեկ ուրիշ խնամի բարեկամ ծանոթ համակարգը, որպեսզի չգործի, որ Երևանի քաղաքում, քաղաքապետարանում ավականին չորոշի ում է տալիս ըստ հայեցողության արտոնություն, ում վճարվելիք գումարը ներում է, ումը չէ, շատ պարզ լեզվով եմ ասում, այլ պիտի հստակ օրենքով սահմանված այդ բոլորը լինի։ Հաջորդը որ կա տնտեսական մրցակցության պայմաններն է, ժողովուրդ, եւ հակամենաշնորհային կառավարումը։ Գիտեք, Հայաստանում եթե ինչ-որ մեկը փորձի ասել, որ մենաշնորհը վերացել է, առնվազն ինքը իր հետ անկեղծ չի։ Եթե նույն բիզնեսմենների հետ աֆիլիացված մի քանի հատ ընկերություններ նույն ոլորտում գործունեություն են ծավալում ու շուկայում գերիշխող դիրք ունեն,
դրա կարգավորումը ուղիղ պետության ձեռքում է, պետք չի նոր հեծանիվ հորինել, կա պարզ քվոտավորման մեխանիզմը, կա մի մեխանիզմ, երբ որ դու ներմուծողին ու ասում ես ներմուծողն ու մանրածախ վաճառքը չպետք է նույնը լինեն։ Հաջորդը որ կա, ժողովուրդ ջան, խոսեցինք, այդքան քննարկում եք, թե Ռուսաստանի հետ առևտուրը, համախառն ներքին արդյունքը, պարոն Թունյան, ես ձեզ հարցը տվեցի, թե համախառն ներքին արդյունքի եւ պարտաքին պարտքի հարաբերակցությունը ինչպես կլինի, դուք պատասխանեցիք տնտեսական աճից։ Այսինքն, պարոն Հակոբյան, զգացիք տարբերությունը իմ ու ձեր տնտեսագիտության։ Իսկ ես հարցնում եմ, որ պատերազմն ավարտվեց, համախառն ներքին արդյունքը, իսկ ինչքան անկում կունենա, ավելի պարզ այդ հարցը ձևակերպումը տամ, եւ դրանից հետո ինչքան տեսակարգաշիր կունենա պարտքը։ Դուք դրա փոխարեն պատասխանում եք տնտեսական աճի ցուցանիշից, որը տեղ էլ համակարծիք չեմ, որ այս պարագայում կսկսի անկումը։ Ուզես թե չուզես, այդ անկումը կլինի, ժողովուրդ։ Հաջորդը որ կա, նույն օրինակը բերեցի, կա արտաքին էֆեկտ, որը ոչ մի ձեով դուք չես կառավարում, ընդհանրապես։ Կլինի օրինակ Պարսկաստանի ու Ամերիկայի հարաբերությունների սրումը, որը բերում է նավթի գնի կտրուկ աճին։ Սևծովյան ճգնաժամը, որի օրինակ առաջի դրականը մեր պետությունը, մեր տնտեսությունը խաղում է, որտեղ ռուսական տուրիստների մեծ հոսք է եկել Հայաստանի Հանրապետություն։ Իսկ տուրիստ գալը մեր երկիր գումար ծախսելը, պարոն Հակոբյան, միայն եւ միայն դրական է։ Միայն եւ միայն դրական է։ Ես չգիտեմ, այդ ձեր տնտեսագիտության մեջ ոնց է պատկերացնում, որ ռելոկանտները գան, գործունեություն ծավալեն, գումար աշխատեն մեր երկրում, մեր երկրի համար բացասական կլինի։ Այսինքն տների վարձերի աճը եթե նկատի ունեք, ժողովուրդ ջան, ստեղ էլ էլի կարգավորման մեխանիզմ պետք է լինի։ Նույն ռելոկանտների օրինակը բերեմ, որ IT ոլորտի ռելոկանտները եկան Հայաստանի Հանրապետություն, բայց ոչ կառավարությունը, ոչ օրենսդիրը ճկուն չեղավ, որ այնպիսի պայմաններ ստեղծել, այդ մարդիկ չգնային մեր երկրից, չգնային այդ մարդիկ մեր երկրից։ Էլի եմ ասում, պարոն Հակոբյան, լավ կլինի, ասում եմ էլի, շատ բարձր եմ գնահատում ձեր գործունեությունը, չնայած որ վատ աշխատանք եք արել, էլ ասեմ, բացասական նեգատիվ եք սրսկի հասարակության մեջ, բայց ձեր տված լիազորությունները ինչը որ ձեզ տվել են, կատարել եք դուք։ Վատն են ասում, վատի մեջ եք վատները, լավները։ Ժողովուրդ, շարունակեմ, ես ունեմ իմ կարծիքը, յուրովի կարծիքը, որ այնուամենայնիվ հանձնաժողովի գործունեության շրջանակից շատ ոլորտների տեղափոխելը այդքան էլ ճիշտ չի եղել, եւ կարծում եմ աշխատանքի բնույթով հաջորդիվ խնդիր կլինի, որ նորից այդ ոլորտները հետ վերադարձվի տնտեսական հանձնաժողով։ Ես տնտեսական հանձնաժողովի հետ գործառույթ ունեցել եմ, պատկերացնել եմ ինչ աշխատանքներ են տարել եւ ոլորտները իրար հետ խաչված են եւ ավելի արդյունավետ կլիներ, որպեսզի իրենք ներառված լինեին տնտեսական հանձնաժողովում, ոչ թե այլ հանձնաժողովներ տեղափոխելուց։ Եվ վերջում ես իմ կարծիքը ասեմ, իմ ընկալումը ասեմ, այս երևույթները, որոնք որ տեղի է ունենում, ժողովուրդ, իմ գնահատականով, իմ ընկալմամբ երևույթին գնահատականը պարոն Կարապետյանի կողմից երեք հնչեցվել է ու ես ընկալել եմ, որ այդ գնահատականը երևույթի հետո այնուհետև աշխատանքային ձևով արտահայտված կլինի։ Գիտեք ոնց է, պատիվ չի բերում, ընդհանուր այս երևույթը պատիվ չի բերում։ Պատիվ չի բերում։ Ու նորից եմ ասում, մեր որ խոսում եք նախորդ խորհրդարանը ամենացածր վարկանիշն է ունեցել, դրսից մեզ են նայում կամ մյուսն են նայում, այդ բոլորը նորից նայում են։ Եվ ընդհանուր բոլորիս է վերաբերվում իմ կարծիքով, որ պատիվ չի բերում։ Շնորհակալություն։ Մարիամ Պողոսյան, նախապատրաստի Արամ Վարդևանյանը։